Բարև ձեզ Arm Radio-ի ուղիղ եթերում սոցիալական ցանցերի տեսությունն է Հասմիկ Բուլաղյանի հետ։ Ես ձեզ կներկայացնեմ վերջին մեկ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում քննարկվող թեմաների ամփոփումը։ Մեքենան հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին, ով է եղել վարորդը։ Ռոբերտ Քոչարյանը Facebook-ում։ Facebook է վերադարձել Արմեն Աշոտյանը։ Դրանից ուրախացել է նաև падգամավոր Ստյոպա Սաֆարյանը։ Պարսկական աշտարակը կառուցվի, թե ոչ։ Պաշտոնյաները հերքում են, իսկ ժողովուրդը դեռ քննարկում է։ Ցմահ ազատազրկված Մհեր Յանոկյանի գրառումը Facebook-ում, նրա գիրքն անվճար կհրատարակվի Print Info-ում։ Այժմ այս եւ այլ սոցցանցային նորությունների մասին առավել մանրամասն։ Volga Gaz 24 մակնիշի ավտոմեքենան 3 գիշեր հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին եւ փորձել է ներս մտնել։ Ավտոմեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է։ Տիգրան Քոչարյանը Facebook-ում գրելով այս մասին կասկած է հայտնում, որ դա եղել է Գագիկ Շամշյանը։ Երևի սյուժետ չուներ, որոշեց ինքը նորություն ստեղծի, կատակում է Տիգրանը։ Իդեպ մեքենայի վարորդն այժմ ձերբակալված է։ Վերջերս Facebook-ում փորձում է ակտիվանալ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսօր այս մասին գրել է Առաջին AM-ը։ Քոչարյանի էջի վրա աշխատողները, ադմինները կարծես անհաղորդ լինեն աշխարհին, քանի որ այնպիսի մարդկանց են ներգրավում կամ միացնում Ռոբերտ Քոչարյանի խմբին, որ զարմանում ես։ Օրինակ Նիկոլ Փաշինյանին, Վահան Թումասյանին, Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսին եւ շատ ուրիշների։ Հատկանշական է, որ խմբի անդամների թիվը 3 օրվա ընթացքում անընդհատ նվազում էր։ Սկզբում 859 էր, օրվա վերջում դարձավ 851։ Երեկ երեկոյան Facebook-ում գրառում արեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Facebook-ային պատվարժան համայնք։ Երկարատև բացակայությունից հետո խնդրում եմ համարել հարգելի, ցանկանում եմ վերադառնալ։ Ինչ կարծիքի եք։ Շատ լավ կարծիքի ենք Աշոտյան ջան, բարի վերադարձ, արձագանքում է ազգային ժողովի падգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ հավելում. Հուսամ Facebook կվերադառնաք առանց Արմնյուզին հարցազրույց տալու։ Իսկ Աշոտյանի էջում շտապում է իր բողոքը ներկայացնել քաղաքացի Բագրատ Մովսիսյանը ուսուցիչների անունից։ Նա ասում է. Երևանյան մի քանի դպրոցներում պարտադրում են, որ ուսուցիչները մնան ամեն օր մինչև ժամը 16-ը, այն դեպքում, երբ նրանց աշխատավարձը ժամավճարով է։ Նույնիսկ ունենալով 1-2 դասաժամ պետք է մնան մինչև 15-16-ը։ Ինչու է այդպես։ Պատասխան դեռևս չկա։ Ընդհանրապես նկատելի է, որ պաշտոնյաները, ովքեր էջ ունեն եւ իրենց պատը բաց է քաղաքացիների բողոքների ու ամեն տեսակ գրառումների համար, հիմնականում չեն պատասխանում դրանց։ Երևի պարզապես ընդունում են իգիտություն։ Այդ առումով պարտաճանաչ էր միայն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջը։ Երևանցիները շարունակում են քննարկել արդյոք նպատակահարմար կամ գեղեցիկ է Երևանի կենտրոնում կանգնեցնել պարսկական աշտարակ։ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը բացառում է Մոսկվա կինոթատրոնի եւ Golden Tulip հյուրանոցի հարևանությամբ պարսկական աշտարակի կառուցումը։ Այս մասին Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում այսօր նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։ Քաղաքապետի մամուլի քարտուղարի խոսքով քաղաքապետարանում ենթադրում են, որ համացանցում հայտնված պարսկական աշտարակի նախագիծը հավանաբար արտատպված է ինչ-որ ամսագրից, քանի որ իրականում որևէ ցուցադրանյութ այս նախագծի հետ կապված չի եղել։ Իսկ հայկական ժամանակ օրաթերթն այսօր կրկին անդրադառնալով իրանական նկարտումներին ներկայացրել է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի տեսակետը։ Նշել է, որ նկարիչների միությանը պատկանող այդ տարածքը իրանական կողմին անցել է ապօրինությունների երկար շղթայի հետևանքով եւ ինքը հիմա էլ հնարավորության դեպքում փորձելու է վերականգնել կորուստը։ Ինչ վերաբերում է հիշյալ աղմկահարույց նախագծին, ապա Աղամյանը նկատել է. եթե նման շենք Երևանի կենտրոնում լինի, սա ապտակ է մեզ, որովհետև դա նշանակում է, որ Իրանն ասում է, սա իմ հողն է եւ այստեղ ես դնում եմ իմ ամենահսկա շենքը։ Երկրորդն ասում է, որ ձեր ամբողջ ճարտարապետությունն ինձ խանգարում է եւ պիտի վերանա։ Սա չի կարելի թույլ տալ, չի կարելի սրա մասին առհասարակ խոսել։ Այս այլանդակությունը պետք է վերացվի, ասել է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Իսկ երևանցիներից ոմանք կարծում են, որ ողջ աշխարհում կարող ենք տեսնել հին եւ նոր ճարտարապետության նմուշներ իրար կողքի։ Մասնավորապես Արեգ Դանուգյանը ասում է, թե ինչպես հինն ու նորը կարող են իրար կողքի գոյատևել, կարող եք համոզվել Բոստոնի օրինակով։ Այստեղ Ջոն Հենկոկ երկնաքերը հառնում է 17-րդ դարի եկեղեցու կողքին։ Ոմանք էլ առաջարկում են այդ պարսկական երկնաքերը կառուցել ծայրամասերում, ասենք Բանգլադեշում, ինչից նաև զբոսաշրջությունը կզարգանա մայրաքաղաքի ծայրամասերում։ Թերթ AM-ի իր բլոգում դեպրեսիան վատ բան է վերտառությամբ հոդվածով է հանդես եկել գրող Մարինե Պետրոսյանը։ Նա մասնավորապես ասում է.
Ամենասարսափելին այն է, որ եղած որևէ բանով ուրախանալը Հայաստանում այսօր համարվում է ամոթ։ Եթե ուրախանում ես, ուրեմն Սերժի կողմից ես։ Եթե Սերժի կողմից չես, ուրեմն պետք է ջղայնացած լինես։ Ես ճիշտն ասած ջղայնացած էին էլ շատ, բայց հոգնեցի անպտուղ ջղայնությունից։ Եթե չասեմ, էլ կհիշեք, որ իմ ամենավերջին խոշոր ջղայնության պատճառը Լևոնն էր։ Շշմելու բանա, թե ոնց է հնարավոր սկսես ամեն ինչ կազմակերպել փոխելու խոստումով ու գաս հանգես նրան, թե ոչ մի բան էլ չի փոխվի, ամեն ինչ վատ է ու սենց վատ էլ կմնա։ Բայց ես հիմա Լևոնի վրա էլ չեմ ջղայնանում, ընդամենը ժպտում եմ։ Այս կյանքում շատ քիչ բաներ կան, որոնցում ես լրիվ վստահ եմ։ Ու դրանից մեկն էլ այն է, որ Հայաստանը հնարավոր է փոխել։ Լևոնը չկարողացավ, ուրեմն վաղուց ժամանակն է դա հասկանալ ու իրան հրաժեշտ տալ։ Իսկ փոփոխությունները գալու են անպայման։ Մնում է արագ դուրս գանք ներկա հոգեբանական դեպրեսիայից, չթողնենք, որ դառնա քրոնիկական, ասում է Մարինե Պետրոսյանը։ Իսկ դեպրեսիայից դուրս գալու համար պետք է նաև իրերին կարողանալ հումորով վերաբերվել։ Այսօր հումորի մասին գրառում է արել Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանը։ Երբ երեխաներս նայում են վիտամինը եւ ուշքները գնում է ծիծաղից, իսկ ինձ դա առանձնապես ծիծաղելի չի թվում, բնականաբար մոտս հարց է առաջանում. ինչով է պայմանավորված մեր ընկալումների այդ տարբերությունը։ Մի կողմ թողնենք տարիքային տարբերությունը եւ այլն։ Եվ այն, որ վիտամինի հումորը հիմնված է ոչ այնքան իրավիճակների ծիծաղ առաջացնող բնույթից, որքան ժարգոնային բառերի առատ կիրառումից։ Այդ բառերն էլ տեսականորեն կարող են ծիծաղաշարժ լինել։ Երկար մտածելուց հետո ես հասկացա, որ խնդիրը տարբեր ռիթմերի մեջ է, խոսքի, գործողության եւ պաուզայի հարաբերակցության մեջ։ Ես դրա գիտական բացատրությունը չունեմ, բայց հայկական ժամանակակից հումորիստները բացառությամբ Վարդան Պետրոսյանի ինձ դանդաղ ու ձգված են թվում։ Այդպես չեմ ընկալում ես Ռայկինին, Իլինսկուն, մերոնցից Մհեր Մկրտչյանին, ասմունքող Սուրեն Քոչարյանին։ Տեղադրելով Չարլի Չապլինի մի տեսահոլովակ, Աբրահամյանը գրում է. ինչ է ի վերջո անում Չարլի Չապլինն այս տեսահոլովակում։ Նա ընդամենը մարդ է սափրում լիստի երաժշտության տակ, բայց նրա գործողության ռիթմը համահունչ է իմ բիոռիթմին։ Վերջերս Facebook-ում գրառում է արել ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը։ Նա ասում է. շուտով կտպագրվի իմ առաջին գիրքը, ես զրուցում եմ քեզ հետ մարդ վերնագրով։ Արդեն տեսել եմ մակետավորումը, ինքս կատարել սրբագրական աշխատանքները։ Ինձ օգնել են խցակիցս, նաև եղբայրս։ Դիզայնը հրաշալի է ստացվել։ Խորին շնորհակալությունս Սարգիս Խաչենց եւ Print-Info հրատարակչական ծրագրի ղեկավարներին եւ ողջ աշխատակազմին։ Նրանք գիրքը տպագրում են անշահախնդիր, եզակի մի բան մեր օրերում։ Հաճելիորեն զարմացած եմ նաև ուրախ, փաստորեն գրքով մարդկանց հետ անազատությունից շփվելու երազանքս իրականություն է դառնում։ Հարգելիներս, գիտեք նաև, որ գրքի ողջ հասույթը ես ցանկանում եմ նվիրել քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությամբ զբաղվող մի ֆոնդի։ Գրքում իմ գրաֆիկական աշխատանքներն են, նաև պատմվածքներս ու հոդվածներս։ Ասեմ նաև, որ զուգահեռաբար սկսել եմ մի նոր գիրք գրել, այս անգամ վեբ, վերնագիրը վերջում կասեմ։ Հարգանքով Մհեր Ենոքյանն ու Բարաշեն, ՔԿՀ։ Սոցցանցային այլ նորություններ։ Ուշադրություն, հաքերները առանց ձեր իմացության տեղադրում են անբարոյ տեսահոլովակներ ձեր անունից, ձեր ընկերների պատին կամ ուղարկում են հաղորդագրության տեսքով։ Դուք դա չեք տեսնում, բայց ուրիշները տեսնում են։ Եթե ստանաք նման բան իմ անունից, ապա իմացեք, որ դա ես չեմ։ Տեղադրեք սա ձեր պատին, դա ձեր անվտանգության համար է։ Այս գրառումը կարդում ենք Facebook-յան շատ օգտատերերի պատին։ Ընդհանրապես մասնագետները խորհուրդ են տալիս որևէ կասկածելի հղումին սեղմելիս անպայման փոխել գաղտնաբառը, իսկ ավելի լավ է հեռու մնալ անբարոյ տեսահոլովակներից ու կասկածելի հաղորդագրություններից։ Facebook սոցիալական ցանցի օգտատերը հնարավորություն կստանան գումար ուղարկել իրենց ընկերներին PayPal վճարային համակարգի Send Money հավելվածի միջոցով։ Հավելվածը հնարավորություն կտա ընկերոջը գումար ուղարկել կամ այն դնել նրա էլեկտրոնային բացիկի մեջ։ Գումար փոխանցելու համար պարզապես անհրաժեշտ է մուտք գործել հավելված, ընտրել անհրաժեշտ ընկերոջը, սահմանել գումարը եւ մուտքագրել PayPal հաշվի գրանցված տվյալները։ Skype-ի նոր 5-յոթ տարբերակը թույլ կտա Facebook-ի օգտատերերին տեսազանգեր կատարել։ Ավելի վաղ Skype-ը թույլ էր տալիս ստուգել Facebook-ի պատը, գրառում անել ու իմանալ, թե ընկերներից ով է on-line։ Իսկ հիմա նաև տեսազանգի հնարավորություն կա, որ կարելի է իրականացնել համապատասխան բեռնումներից հետո, ինչը կթելադրի ձեզ Skype-ի նոր տարբերակը 5-յոթը։ YouTube կայքում նախորդին տեղադրված տեսագրությունում ներկայացված է երկնքի 1 տարի տևած ուսումնասիրությունը։ Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիում թանգարանի տանիքին տեղադրված տեսախցիկը ամեն 10 վայրկյանը 1 նկարել է երկինքը։ Այս նկարները օգտագործելով տեսագրության հեղինակը ստեղծել է մոզաիկ ֆիլմ, ներկայացնելով տարվա յուրաքանչյուր օրը։ Հեղինակի նպատակն է եղել ցույց տալ լույսի եւ եղանակի փոփոխությունը տարվա ընթացքում։ Եթե դա ձեզ հետաքրքրեց, տեսանյութը կարող եք գտնել YouTube-ում հավաքելով A History of Sky։ Այսօրվա համար սոցիալական ցանցերում քննարկվող թեմաներից առանձնացրել է այսքանը ժամը 18-ին լուրերի հիմնական թողարկումն է լինելու։ Ձեզ հետ էր Հասմիկ Բուդաղյանը, առայժմ։